Ողջույն սիրելի ընկերներ, ես Գայանեն եմ, մասնագիտությամբ դեղագետ և Baby Box Armenia մոր և մանկան դեղատան պրոյեկտի հիմնադիր։ Մեր դեղատանը մենք օգնում ենք հղիներին արագ, հեշտ և շատ գրագետ պատրաստվել ծննդատուն, հավաքելով իրենց համար ծննդատան պայուսակներ, բոլոր այն իրերով, որոնք անհրաժեշտ են հղիության ընթացքում, հետծննդաբերական շրջանում և ծննդաբերության ժամանակ հիվանդանոցում։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topicrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն և հաստատված է մաշկաբանների կողմից։ Այսօրվա մեր թեման լինելու է շատ կարևոր։ Հղիության ընթացքում կնոջ սննդակարգի մասին ենք խոսելու, նրա մասին, թե ինչպես պետք է ճիշտ սնվի կինը, ինչ պետք է բացառի իր ռացիոնից և ինչով հակառակը հագեցնի իր ռացիոնը օրվա ընթացքում։ Շատ կանայք իրենց հղիության ընթացքը հիշում են որպես բավականին բարդ շրջան իրենց կյանքում, քանի որ որոշ կանանց մոտ տեղի է ունենում տոքսիկոզ, կարող է լինել քաշի կտրուկ փոփոխություններ, այսինքն քաշի ավելացում, տարբեր խնդիրներ մաշկի հետ կապված, վարսերի հետ կապված, կարող են նաև այտուցներ լինել, այդ ամենը կարող է կապ ունենալ իհարկե ձեր սնվելու հետ։ Եթե կինը մտնում է հղիության մեջ սննդանյութերի լուրջ պակասով, այդ դեպքում հղիության ընթացքը կնոջ համար բավականին մեծ բեռ է լինում, քանի որ կնոջ օրգանիզմի ամենագլխավոր նպատակը դա պտղին փոխանցելն է ամենակարևոր սննդանյութերը, մակրո և միկրոէլեմենտները։ Որոշ կանանց թվում է, որ հղիության ժամանակ իրենք կարող են ուտել ամենը, ինչ իրենք ցանկանում են, քանի որ երեխան է ուզում, օրգանիզմն է պահանջում, նման կարծիք շատերի մոտ է լինում, սակայն դա լուրջ խնդիր է, դա սխալ միտք է, որովհետև կան բաներ, որոնք դուք չպետք է կիրառեք հղիության ժամանակ, սակայն ձեր օրգանիզմը դրա պահանջ ունի, քանի որ դուք սովոր եք դա օգտագործելու, տարբեր ԳՄՕ պարունակող fast food-երը, քաղցրավենիքները, տորթերը, տարբեր կոնֆետները, որոնք կարող են առաջացնել խնդիրներ երեխայի ենթաստամոքսային գեղձի հետ կապված, կարող են առաջացնել նաև գեստացիոն դիաբետ, ուստի պետք է ձեր ռացիոնը լինի մաքսիմալ բնական, մաքսիմալ ճիշտ և հավասարակշռված։ Օրվա ընթացքում դուք պետք է կիրառեք և սպիտակույցներ, և ճարպեր, և ածխաջրեր, և իհարկե որոշ դեպքերում կիրառեք տարբեր վիտամիններ, որոնք կարող է նշանակել ձեր բժիշկը։ Եվ իհարկե եկեք սկսենք սպիտակույցներից։ Պետք է հասկանալ, որ սպիտակույցները օրգանիզմի կառուցողական ամենակարևոր նյութն է։ Երեխայի բոլոր հյուսվածքները ձևավորվում են անմիջապես սպիտակույցներից, ուստի սպիտակույցները պետք է բավարար քանակով լինեն օրգանիզմում, որպեսզի դուք ճիշտ քանակը փոխանցեք նաև երեխային։ Սպիտակույցի պակասի հետևանքները բավականին լուրջ են և կարող են լինել շատ բարդ։ Եկեք ձեզ թվարկեմ, թե ինչին կարող է բերել սպիտակույցների պակասը, և առաջինը դա իմունոգլոբուլինի սինթեզի նվազեցումն է, ինսուլինի, լիպտինի և վահանաձև գեղձի հորմոնների արտադրության խանգարումներն են, որոնք կարող են առաջացնել տարբեր խնդիրներ վահանաձև գեղձի հետ կապված։ Եվ իհարկե պետք է ասեմ, որ սպիտակույցի պակասը կարող է լուրջ անդրադարձ ունենալ կնոջ մազերի, մաշկի գույնի հետ կապված, ուստի սպիտակույցը պետք է բավականին մեծ քանակությամբ լինի օրգանիզմում, որ երեխայի բոլոր հյուսվածքները նորմալ ձևավորվեն, դուք էլ այդ պակասից ելնելով չունենաք խնդիրներ մաշկի, մազերի և ընդհանուր տեսքի հետ կապված։ Պետք է նաև նշել, որ ֆերրիտինը և երկաթը առանց սպիտակույցների բավարար քանակի օրգանիզմում նորմալ չեն սինթեզվում, իսկ իրենց հերթին ևս շատ կարևոր են երեխայի զարգացման համար, ուստի սպիտակույցին շատ մեծ առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում։ Սպիտակույցները պարունակվում են պինդ պանրի մեջ, թռչնամսում, անճարպ կարմիր մսի մեջ, ոսպում, յոգուրտում, ձկան մեջ, սիսեռում և ձվերի մեջ։ Իհարկե պետք է հաշվի առնել, որ ձուն պետք է անպայման լինի լավ խաշված վիճակում, թերխաշ վիճակում մենք ձու հղիության ժամանակ չենք օգտագործում, քանի որ հում ձու կիրառելու ժամանակ կարող է ի հայտ գալ սալմոնելիոզը, այսինքն շատ բարդ հիվանդություն է, որից հղիության ժամանակ պետք է զերծ մնալ, ուստի ձուն լավ խաշած վիճակում եք կիրառում, բազմազան թող լինի ձեր սննդակարգը և դուք կստանաք
բավականին ճիշտ քանակությամբ սպիտակույցներ։ Հիմա խոսենք նաև կալցիումի մասին։ Կալցիումը եւս շատ կարևոր է պտղի զարգացման համար։ Կարևոր է վստահ լինել, որ երեխայի ոսկորները, ատամները լավ են ձևավորվում, իսկ այդ ձևավորման հարցում մեծ նշանակություն ունի իհարկե կալցիումը։ Կալցիումը պարունակվում է հացի մեջ, թթվասերում, կաթի մեջ, բրազիլական ընկույզում, դիետիկ պանիրների մեջ։ Կալցիումը մենք կարող ենք ստանալ կաթնամթերքով, սակայն որոշ կանանց մոտ անընդունելի է օրգանիզմում, եւ պետք է նշեմ, որ կալցիումը մենք ստանում ենք ոչ միայն կաթնամթերքից, այլ նաեւ կանաչ բանջարեղենից կարող ենք ստանալ մեծ քանակությամբ կալցիում։ Ուստի, եթե ունեք խնդիր լակտոզայի հետ կապված, կաթնամթերք չեք կարող կիրառել, այդ դեպքում մեծ քանակությամբ կիրառեք կանաչ բանջարեղեն, կանաչեղեն, իսկ այն կանայք, որոնք չունեն խնդիր կաթնամթերքի հետ, ես պետք է նշեմ, որ մեծ քանակությամբ կալցիում պարունակվում է կաթնաշոռում։ Եկեք հիմա խոսենք ճարպերի մասին։ Ճարպերը շատ կարևոր են եւս օրգանիզմի համար, պետք է ընտրեք բարձրորակ ճարպեր։ Հիմա խոսենք ճարպերի կարևորության մասին, եւս շատ կարևոր սննդային տարր համարվում են ճարպերը, օմեգա 3 ճարպաթթուները, որոնք ապահովում են երեխայի նյարդային համակարգի ճիշտ ձևավորումը, ուղեղի զարգացման վրա են անդրադառնում երեխայի եւ շատ կարևոր են այս ընթացքում, ուստի ճիշտ ճարպերով հարուստ սնունդը եւս շատ կարևոր է, պարզապես պետք է հիշել, որ շատ ճարպոտ սնունդ եւս պետք չի կիրառել, քանի որ դուք չպետք է հղիության ժամանակ գիրանաք, եւ ամենակարևոր միտքը ձեզ նշեմ, որ հղիության ընթացքում դուք չպետք է ուտեք երկու մարդու համար, այսինքն դուք ուտում եք այնպես, որ ձեր կալորիականությունը մաքսիմում 10%-ով բարձրանա հղիության ընթացքում, պետք չի ուտել երկու հոգու համար, չպետք է գիրանաք, որպեսզի ձեր ծննդաբերության ընթացքը ավելի հեշտ լինի եւ հղիության ավարտին մոտենալով դուք չունենաք այտուցների խնդիր, ծանրաբեռնվածությունը չլինի շատ ուժեղ ձեր օրգանիզմի վրա։ Հիմա խոսենք ածխաջրերի մասին։ Ածխաջրերի մասին խոսելիս պետք է անպայման հիշենք, որ չպետք է կիրառենք քաղցր սնունդ, այսինքն տորթեր, ռաֆինացված տարբեր մթերքներ, քանի որ դրանց ազդեցությունը պտղի զարգացման վրա բավականին վտանգավոր է, դուք կարող եք կամ շաքարախտի խնդիր ունենալ, իրենց բարձր քանակի կիրառման ժամանակ եւ երեխայի ենթաստամոքսային գեղձի խնդիր կարող է ի հայտ գալ այս պարագայում, ուստի շատ մի կերեք քաղցրավենիք։ Հայաստանը շատ հարուստ է տարբեր սեզոնային մրգերով, ուստի փորձեք ձեր օրվա ընթացքում ածխաջրերը ստանալ մրգերից եւ նմանատիպ պրոդուկտներից, փոխարինելով այդ խանութում վաճառվող տարբեր տորթերը եւ ձեզ պարտադիր պետք է նշեմ նաև, որ ամառային սեզոնի ժամանակ, երբ դուք կիրառում եք տորթեր, որոնց վրա կա մեծ քանակությամբ կրեմ, դա կարող է վտանգավոր լինել ձեր համար, դուք չգիտեք տորթերը ինչպես են տեղափոխվում եւ եթե հանկարծ տորթը լինի ոչ թարմ վիճակում, եւս սալմոնելոզի այստեղ վտանգը բարձր է լինում, ուստի փորձեք այս ընթացքում չկիրառել նման ծննդամթերք, փոխարինեք ավելի թարմ, լավ բանջարեղենով եւ մրգերով։ Հիմա խոսենք ֆոլաթթվի եւ ֆոլատների մասին, դա շատ տարածված եւ շատ կարեւոր թեմա է հղիության ժամանակ, բոլորն են խոսում ֆոլաթթվի մասին, քանի որ երեխայի նյարդային համակարգի, նյարդային խողովակի զարգացման համար ամենակարևոր դերը խաղում է իհարկե ֆոլաթթուն եւ այստեղ եւս պետք է նշեմ նրա մասին, որ կինը պարտադիր մինչեւ հղիանալը պետքա իր պրեգրավիդար պատրաստությունը անցնի, այսինքն նախապատրաստության փուլի միջով անցնի հղիությունից առաջ, սակայն կանայք կան, որոնք չգիտեն, որ արդեն հղի են եւ իմանում են արդեն 6 շաբաթականում, իսկ մենք պետք է հասկանանք, որ նյարդային խողովակը ձևավորվում է առաջին շաբաթների ընթացքում եւ ֆոլաթթվի պակասի դեպքում մենք կարող ենք խնդիրների բախվել, ուստի մինչեւ 12 շաբաթականը սովորաբար բժիշկները նշանակում են ֆոլաթթվի կիրառումը եւ ֆոլաթթուն ոչ միայն մենք ստանում ենք հաբերի միջոցով, այլ նաեւ կարող ենք կիրառել սննդամթերքի միջոցով։ Ֆոլաթթուն պարունակվում է սև հացում, սպանախում, բրոկոլիում եւ կանաչեղենի մեջ։
Այժմ կխոսեմ եւս մի կարևոր նյութի մասին, դա իհարկե մեր օրգանիզմում մանրաթելերն են։ Մանրաթելերը մեծ նշանակություն ունեն հղիության ընթացքում, քանի որ շատ կանանց մոտ ի հայտ է գալիս փորկապության խնդիրը, եւ այդ խնդրից ավելի խուսափելու համար կանայք պետք է օրվա ընթացքում նաեւ մանրաթելեր կիրառեն։ Մանրաթելերը նպաստում են աղեստամոքսային տրակտի ձևավորման եւ աշխատանքի հարցում, ուստի օրվա ընթացքում կիրառեք մրգեր, որոնք ունեն մանրաթելեր, մանրաթելերը նաև պարունակվում ազնվամորու, ծիրանի չրի, չամիչի, մուկ բրինձի, սև հացի, մակարոնեղենի եւ բարձր որակի ալյուրի մեջ, իհարկե նաև ոլորի մեջ։ Հիմա կխոսենք նաև վիտամին C-ի մասին, որը շատ կարևոր է հղիության ժամանակ եւ պետք է պաշարը բավականին բարձր լինի օրգանիզմում, որպեսզի մենք ապահովենք երեխայի իմունային համակարգը եւ ինչի ոչ նաև մերը եւս հղիության ժամանակ, քանի որ մեր իմունային համակարգը բավականին բարձր ու լավ պետք է լինի, որ հղիության ընթացքում մենք վիրուսներից զերծ մնանք, չհիվանդանանք եւ չվտանգենք մեր պտղի զարգացումը։ Ուստի վիտամին C-ն պետք է մենք կիրառենք սննդամթերքի միջոցով, վիտամին C-ն մեծ քանակությամբ կա կարտոֆիլում, լոլիկում, ծաղկակաղամբում, նարնջի մեջ, թուրնջի մեջ, կանաչ, կարմիր եւ դեղին պղպեղներում, ելակում, բրուսելյան կաղամբում։ Ուստի այս մթերքները օրվա ընթացքում շատ կիրառեք, որպեսզի վիտամին C-ի քանակը եւս ձեր օրգանիզմում լինի լիարժեք։ Խոսենք նաև վիտամին D-ի մասին։ Վիտամին D-ի քանակը օրգանիզմում հղիության ժամանակ նպաստում է ոչ միայն ձեր առողջությանը, այլ նաև երեխայի պտղի ոսկրային համակարգի զարգացմանը։ Ամառային շրջանում վիտամին D-ն ավելի շատ է օրգանիզմում արտադրվում արևի ճառագայթների ներգործության հետևանքով, սակայն ձմռան շրջանում դրա պակասը մենք բավականին շատ կարող ենք զգալ եւ հղիության ժամանակ իհարկե վիտամին D-ի անհրաժեշտությունը բարձրանում է, ուստի վիտամին D մենք կարող ենք ստանալ նաև սննդամթերքով, օրինակ ձկան յուղից ենք ստանում, ուստի ձուկ պետք է շատ կիրառենք եւ ձվի դեղնուցից կարող ենք ստանալ, վիտամին D-ն նաև նպաստում է կալցիումի յուրացմանը, ուստի վիտամին D-ին առանձնահատուկ ուշադրություն է պետք դարձնել հղիության ընթացքում։ Նաև շատ կարևոր է հղի կնոջ օրգանիզմում յոդի քանակը, որը պատասխանատու է մեր վահանաձև գեղձի աշխատանքի համար եւ երեխայի նաեւ վահանաձև գեղձի զարգացման, ձևավորման հարցում։ Մենք յոդը ստանում ենք յոդացված աղի միջոցով։ Պետք է պարզապես նշեմ, որ մեր կիրառելի աղը, որը մենք օրվա ընթացքում կիրառում ենք, անպայման փորձեք պահեք մուգ տարաների մեջ եւ փակված վիճակում, որպեսզի յոդացված աղը չձևափոխվի, այսինքն յոդը պահպանվի իր մեջ նույն քանակով, ինչ քանակով որ պետք է լինի, դա կարևոր նշում է եւ յոդի քանակը նաեւ նշանակություն ունի երեխայի ուղեղի զարգացման հարցում, ուստի յոդը եւս պետք է լինի ձեր օրգանիզմում ճիշտ քանակությամբ։ Եվ այսպես ես ձեզ նշեցի կարևոր նյութերի մասին, մակրո-միկրո էլեմենտների մասին, որոնք պարտադիր պետք է դուք յուրացնեք օրվա ընթացքում, նաև պետք է ռացիոնի մասին խոսելիս չմոռանանք, որ օրվա ընթացքում դուք պետք է ճիշտ քանակությամբ ջուր ընդունեք, այսինքն ջրի պահանջը հղի կնոջ օրգանիզմում բավականին բարձր է լինում, ջրին հետևում ենք, որ ջուրը մենք անընդհատ խմենք, իհարկե որոշ դեպքերում, երբ դուք ունենում եք այտուցներ, արդեն դուք պետք է խոսեք ձեր բժշկի հետ, բժիշկը կարող է որոշ ցուցումներ կատարել, նաև պետք է ձեզ նշեմ, որ հղիության ընթացքում պետք է զերծ մնալ ալկոհոլային բոլոր ըմպելիքներից, խմիչքներից, որովհետև որոշ հղի կանայք կարծում են, որ մի գավաթ գինին
կարելի է կիրառել հղիության ժամանակ, սակայն պետք է ասեմ, որ ոչ մի քանակությամբ ալկոհոլ անթույլատրելի է հղիության ընթացքում, ծխախոտի մասին անգամ չենք խոսում, դա լիովին պետք է բացառվի ձեր հղիության ընթացքում, չպետք է կիրառեք ծխախոտ, նաև նախապատրաստության փուլում եւս չեք կիրառում ծխախոտ, եւ իհարկե բոլոր այն նյութերը, որոնք կարող են վնասակար ազդեցություն ունենալ ձեր օրգանիզմի վրա, այսինքն fast food-ը, GMO պարունակող մթերքները։ Սիրելի կանայք, պետք է հիշենք, որ ձեր հղիության ընթացքը այդ 9 ամիսը դա քմահաճույքների շրջան չէ, դա իհարկե շատ կարևոր շրջան է եւ ձեր ամբողջ ռեսուրսը եւ միտքը պետք է ուղղված լինի առողջ պտղի զարգացման վրա։ Ուստի փորձեք սնվել ճիշտ, որպեսզի ձեր երեխան զարգանա ճիշտ ձևով եւ չունենա հետագայում ոչ մի խնդիր։ Հասկանալ, որ երեխայի ձևավորման առաջին իսկ օրից սկսած, անգամ պրեգրավիտար փուլից սկսած, ձեր սննդակարգը պետք է լինի ձեր համար առաջնահերթ օրվա ընթացքում եւ դուք պետք է ձեր ամբողջ ուժը ներդնեք ճիշտ սնվելու վրա։ Եթե դուք աշխատանքի եք գնում, պատրաստեք ձեզ համար լանչ բոքսեր եւ որպեսզի ճիշտ սնվեք եւ չօգտվեք fast food-ից։ Հույս ունեմ, որ այսօրվա մեր եթերը ձեզ դուր եկավ, որ նոր բաներ քաղեցիք ձեզ համար եւ մենք կհանդիպենք մեր հաջորդ եթերների ժամանակ հետաքրքիր թեմաներով։ Մաղթում եմ հաջողություն եւ առողջություն ձեզ եւ ձեր ընտանիքին։ Ստեսություն։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորն է Topicrem ֆրանսիական դերմատոլոգիական խնամքի բրենդը, որը ստեղծվել է նույնիսկ ամենազգայուն մաշկի նրբությունները հաշվի առնելով։ Ապահովում է 24 ժամյա խոնավեցում, ունի հիպոալերգեն բաղադրություն եւ հաստատված է մաշկաբանների կողմից։